Քրոնիկ լուծի դեպքում, երբ այն կապված չէ որևէ ինֆեկցիան սուր հիվանդության հետ, այլ կապված է ներքին քրոնիկ այլ քրոնիկ հիվանդության հետ, այն բուժվում է այլ տարբերակով եւ այլ մեթոդով, այն չի կարելի քրոնիկ լուծի դեպքում ճնշել եւ ախտանշի ճնշելով առաջացնել նոր հիվանդություն։ Եվ շատերի մոտ նույնիսկ այդ դեպքերում այնպիսի հորմոնալ պրեպարատներ են տալիս եւ ֆերմենտներ, որոնք խախտում են եւ ֆերմենտատիվ բալանսը օրգանիզմում եւ հորմոնալ բալանսը։ Քրոնիկ լուծերի դեպքում պետք է պատճառը գտնել, կնշեմ հիմնական պատճառներից որոշները, դրանցից են լյարդի ենթաստամոքսային գեղձի հիվանդությունները, եւ դրանցից են նաեւ ստամոքսի հիվանդությունները, այսինքն երբ որ ստամոքսի թթվայնությունը նվազում է, երբ որ գոյատևություններ կան լյարդում, երբ որ հիվանդությունները լուրջ կան ենթաստամոքսային գեղձում եւ գոյատևություններ եւ ֆերմենտների աշխատանքի փոփոխություն եւ թերֆունկցիաներ, նույնիսկ եթե օրգանական փոփոխություն չկա, բայց կա թերֆունկցիա կամ գերֆունկցիա ներքին օրգանում, դա կարող է ստեղծել։ Նաեւ աղիների լորձաթանքների քրոնիկ բորբոքումից կարող է լինել քրոնիկ լուծ եւ նաեւ փոքր կոնքի ինֆեկցիոն քրոնիկ հիվանդություններից, այսինքն երբ որ ինֆեկցիոն հիվանդությունը վերածվել է քրոնիկի, այսինքն քրոնիկ ինֆեկցիայի է վերածվել եւ այն պահպանվում է օրգանիզմում, դրանից կարող է քրոնիկ լուծ առաջանալ։ Այժմ բուժման ձևերը դիտարկենք, հիմնականում պատճառը գտնելուց հետո է բուժումը տեղի ունենում, երբ տվյալ պատճառը հեռացնում է, այսինքն եթե լյարդն է հիվանդը, լյարդն բուժվում, եթե ենթաստամոքսային գեղձը, որոշ դեպքերում հուզական, այսինքն կարող է դեպրեսիա լինի կամ հուզական կամ էմոցիոնալ պատճառ ունենա այդ խնդիրը, այդ դեպքում պետք է այդ ուղղությամբ պացիենտը աշխատի եւ եթե խնդիրը այդտեղ է, բուժումը այլ է, այսինքն նույն հոմեոպաթիկ մեթոդը գտնում է այդ պատճառը եւ պատճառն հեռացնում։ Նշեմ, որ եթե խնդիրը լոր աղիներում է, հենց լորձաթանքում, ուրեմն այդտեղ պետք է աշխատի բժիշկը, եթե ինֆեկցիայի հետ է կապված, այսինքն հիվանդության պատմությունը կազմվել է եւ գտնվել է, որ դա քրոնիկ ինֆեկցիայից հետո, ապա դա պետք է բուժի։ Բայց այստեղ նաեւ պետք է հաշվի առնել, որ լուծի տեսքով կարող է նաեւ թունավորու, այսինքն թունավոր նյութերը տոքսիկացիան կամ նյութափոխանակության, երբ որ կա բակտերիալ ինֆեկցիա կամ ընդհանրապես ինֆեկցիաները կամ մանրէները, դրանց արգասիքներն որպեսզի չկուտակվեն օրգանիզմում, դա կարող է լուծի տեսքով դուրս գալ։ Կարող է նաեւ նյութափոխանակությունը ճիշտ տեղի չունենա օրգանիզմում, ներքին օրգանների հիվանդությունների պատճառով եւ այդ թունավորումը այդ ձևով դուրս գա։ Այսինքն օրգանիզմը կարող է նույն ձևով հաճախամիզությամբ, նույն ձևով ինչպես հաճախամիզությամբ, այնպես էլ լուծով մաքրել աղիների լորձաթանքը եւ ընդհանրապես օրգանիզմը։ Այստեղ եթե դա տեղի ունենում օրգանիզմի ինքնապաշտպանական ռեակցիայի հետևանքով, ապա այդ դեպքում ճնշել դեմը փակել փորը պնդացնող պրեպարատներով կամ արհեստականորեն պերիստալտիկան աղիքների կրճատելով, դա մեծ ծանր վնասներ հետևանքներ բերելու օրգանիզմի այլ հատվածներում եւ կարող է դրանից նույն ուռուցքներ առաջանալ լյարդում եւ մեծանալ լյարդը եւ այդպես շարունակ։ Եվ քրոնիկ լուծի դեպքում նաեւ պետք է տեսնել կղանքի գույնը ինչ գույնի է, որովհետեւ դա էլ է կարեւոր, բաց է, դա արդեն եթե դեղնավուն է լյարդի հետ է կապված, եթե մուգ է, հնարավոր է լորձաթանքների հետ կապված լինի եւ այդպես շարունակ։ Բայց ճիշտ բուժումը քրոնիկ լուծի դեպքում դա ոչ թե ճնշել պրեպարատով, արհեստական ձևի, այլ պատճառը գտնել եւ հեռացնել։ Այդ դեպքում լուծը անցնում է եւ աղիները աշխատում են ավելի նորմալ, առողջ։